դարին արդեն հասած է իր ավարտին եւ պետք է ասել, որ մենք որպես անբաժան մեկ մասնիկը, յուրաքանչյուրս որպես անբաժան մեկ մասնիկը այն հզոր ժողովրդին եւ որ իր ուժը գայացուցած է իր արժանապատվության վրա, իր նախնիներու գողմե իրեն փոխանցված ժառանգականության վրա եւ նաեւ ամենակարևորը իր հոգեվոր արժեքներուն եւ հավատքին վրա։ Պետք է ասել, որ 2025 անկյունաթարցային դարի պետք է նշենք մեր հիշողության մեջը եւ կարելի է ասել հաղթանակի թրոշը անընդհատ բարձած անբարդելի ոգիով գուվինք թեպի 2026-ը, որովհետեւ վերջնականապես հայկական պետականությունը իր ժողովրդով եւ իր եկեղեցիով եւ իր արժանապատիվ քաղաքացիով ճիշտ հունի մեջ տնե իր հավաքական կյանքը եւ ինչպես որ անգլերեն գսեն moving from survival to performance level, այսինքն քոյապանական բայկարե մագարտագեն անցնիլ ստեղծագործ եւ գայացած ժողովրդի եւ pedagogical մագարտագի։ Ուրեմն այս արդիվ պետք է մենք նաեւ յուրաքանչյուրս այն անցինք ովքեր կաշխատին կամ ժուրնալիստական առաքելության մեջ իրենց կորձունությունը առաջ կդանին իհարկե ոչ կուսակցական եւ ես հբարտ եմ որ ոչ կուսակցական լրատվամիջոցի աշխատագից եմ եւ իմ նման աշխատագիցներ ուրախ եմ որ իրենց առաքելությունը գվերանորոգեն ամեն օրյա ասենք համագարկով որովհետեւ մեր ժուրնալիստական առաքելությունը օրը օրին իրականացնենք հոգուտ մեր ժողովրդի եւ մեր pedagogical ինչպես նաեւ մեր հայաստանյաց առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես հայ մարդու Հայաստանի քաղաքացին եւ աշխարհասփյուր հային հոգեվոր եւ մտավոր անվտանգության նվիրված աշխատանքները։ Ուրեմն մեր աշխատանքներու ծիրեններս այսօր պիտի շոշափենք այն մշակույթը, որ հասուցած էր մեր ժողովրդին փլուզման եզրին, բայց բարեբախտաբար մեր ժողովուրդը իբադիվ իրեն ամենուրեք զարթոնք կաբրի եւ խրոխտ քայլերով անվախորեն գահանրայնացնե այն փաստը, որ հորի է մեր իրականության մեջ եւ այդ հորի երևույթները գուզենք բացահայտել, որբեսի իջիկ դարձնենք, վերացնենք մեր ամենօրյա կյանքին։ Եվ այսօր պետք է ասել, որ մեր ուշադրության գիզագետին է այն փաստը, որ մեր ազգի ներքին դզրուկները եւ ըստահակները ինչպիսի մշակույթ ստեղծած են անցնող 20-25 տարիներու ընթացքին եւ այդ մշակույթը ինչ քունավորում ստացած է, ինչպիսի ուշքնությամբ միտված է հարվածելու հայ մարդուն եւ հավատացյալին։ Եվ միասին պիտի դիտենք դեսանյութը, որ գբացահայտե այն վայրակությունը, այն դմարդի վարվելագերբը Արշակ arczepiskopos Խաչատրյանի գոմե եւ անշուշտ գրտնելու գարիք չկա թե Արշակ arczepiskopos Խաչատրյան ինչպիսի համագարքի բդուղ է եւ Արշակ arczepiskopos Խաչատրյան որ բարեփոխտապար այսօր ազատազրկված է իր բազմաթիվ չարակորձություններու արի հետևանք եւ այսօր մենք եւս մեկ նույնիսկ պիտի ցույց տանք Արշակ arczepiskopos Խաչատրյանի մարդագեր գերբարի մասին այս դեսանյութը ես դեսա բարոն Դիկրան Դերբեդրոսյանի Facebook-յան էջին վրա
եւ ապշահար է եւ նաեւ մենու ժամանակ շնորհակալ է բարոն Տեր-Պետրոսյանին, որ այսպիսի կարևոր տեսանյութը հրաբարակած է եւ հիմա մենք պիտի դիտենք այս տեսանյութը թեգուզ շատ հստակ չէ, որովհետեւ բավական ժամանակ առաջ նկարահանված է, բայց ուշադիր դիտենք եւ պիտի տեսնենք, որ այս տեսանյութի մեջը հիմա արդեն էկրանի վրա կտեսնենք, տեսեք ինչպես գահարված է ամեր երդասարտիմը եւ այս մասին բարոն Տեր-Պետրոսյանը գրած է Սրբաբիղծ Սամվելի ցերպակալությունը ծանրել դարել լուսանցքում գտնվող մի շարք քաղաքական ճակերտավոր գործիչներ սկսել էին վերլուծել Սրբաբիղձի բորնո վիդեոները բայսագի մեջ թմրանյութ գցելը իսկ վերջում փորձակետի դեմքով եզրահանգման են գալիս իբրև Սամվելը ճակերտյալ սուրբ է Դալիս եմ ցեզ նոր առաջադրանք Հաղարձին վանական համալիրում հավատացյալ քաղաքացին հարց է ուղում Սամվելին ինչու թմրանյութը գցել դվեցիք բայսագի մեջ իսկ Սրբաբիղձը պատասխանում է փրունցքով հարվածելով քաղաքացու թեմքին իրեն բահելով իր հարուստ գենսակերպարին վայել ավելացնելով խուժան խուլիգանի վարքը Սա էլ վերլուծեք քաղաքական չկորձիչներ գից դեսակրությունը իմիջայլոց այդ մասը որ գտեսնեք ինչպիսի հուժգու ապտակ եւ հարված կներկայացնե այն ամմեղ երդասարտին որ ընդամենը առողջ հարցատրումը կդարած էր եւ այս մշակույթը քիչմը ամեն դեր դարածված է այնտեղ որտեղ քարեքին բ չգաթողիկոսի եւ իր ամիջական համակորձագիցներ մաֆիայի համաղեղավարներ Մոսկվայի եզրասը որ իր արունագից եղբայրն է եւ արեմտյան միացյալ նահանգներու չարաշնորհ arczepiskopos Հովնան Դերդերյանը եւ իմիջայլոց ադալսեմ որ մի քանի տարի առաջ Հովնան arczepiskopos Դերդերյանի security guard-երը, այսինքն անվտանգության աշխատակիցները, ինչպիսի վայրակություն կործեցին, հիմա միասին դիտենք այդ վայրակության ակտը եւ միևնույն ժամանակ ազատ ժուրնալիստին հասցեին ուղված մահվան սպառնալիքը։ Դիտենք միասին։ I got it. Oh yeah. They're ripping off the sides. Oh my God. Որտեղ եք տանում, որտեղ եք տանում, որտեղ եք տանում, որտեղ եք տանում, իրավունք չեք տանեք, որտեղ տենանք փոկելու են, մի քիչ շարունակեք վզները տեն, որտեղ տենանք փոկելու են, մի քիչ շարունակեք վզները տեն, որտեղ տենանք փոկելու են, մի քիչ շարունակեք վզները տեն Ուրեմն իմ զրուցակից հայտնի հրապարակախոս բարոն Ոսկե Մխիթարյանին գուզեի հարց տալ, թե այս վայրակության մշակույթը արդյոք նորություն է իրեն համար, եթե նորություն է, ինչի հիման վրա, եթե նորություն չէ, արդյոք բարոն Մխիթարյան, արդյոք եթե նորություն չէ, արդյոք նմուշներ կկարողանայիք տալ, թե այս երյակը ինչպիսի հոգեմտավոր վայրակություն կործածեն եւ գշարունակեն կործել Միայն ֆիզիկական խոշտանկումը եւ վայրակությունը չէ այս բարակային մանավանդ մայր աթորեններ
Բոլորն ալ գիտեն, որ Կարեկին Գաթողգոսի թիվ 1 մարդը Արշակ arczepiskopos էր, որ այսօր բարեփոխտապար ջաղերու յետին է։ Կարեկին Գաթողգոս որևէ ադեմ որ հարց ուզած է լուծել, փռնի, անպայման որ հարաճամարտիկ եղած է Արշակ arczepiskopos։ Այս բոլորի մեջ պետք է ասել նաև որ պայման չէ որ այդ խոշտանկումը միայն ֆիզիկական լա։ Այս բարակային ինչպես որ դուք նշмарեցիք եւ մեր դիտողները դեսայերից դեսան այդ ապտակը, բայց կան նաև բարոյական ապտակներ։ Արշակ arczepiskopos համակորձակցաբար Կարեկին Գաթողգոսին հետ բաճար դարձած է որ 140-ն ավելի ամեղ եկեղեցականներ, բادرստված եկեղեցականներ, ոմանք բացարիք եկեղեցականներ արդակսվին եկեղեցվո շարքերեն, միապանութենեն։ Ահա որ վիճակն է ինքնին գարելի չէ մեկը որ իր անձը նվիրած է եկեղեցի ջամփով իր ժողովրդին ծառայելու գարելի չէ քուրչի նման դուրս տնեն եւ այս բոլորը գնեն առանց արիտ տալու անձին որ ինքզիկ պաշտպան է ադիգալ arczepiskopos վարդապետ կամ քահանա այս բռնադիրությունն է որ պետք է փեգանվի հայ եկեղեցի ներս որովհետև արշակներու նկարակիրը համադարած հիվանդության նման բան է Բարոն Մխիթարյան այս խունտան որ շատերը գսեն խունտա այս բռնադիրությունը որ ինչպես որ դուք նկարագրեցիք ինչպիսի թալանչիություն կորձած են եւ գշարունակեն վերջերս անցաշաբաթ օրինագամար դուք խոսացաք կանադայի Կարեկինաբաշտ չարաշնորհի մասին Աբքար Հովագիմյանի մասին իսկ գարելի է մեկ հատ առ հատ ներկայացնեք հետևյալ անձնավորություններու մասին որ գարկմը հերոստատիդողներ առանցին զրույցի ժամանակ իմ հետ ստեղծած են իրենց մտքի մեջ մարդագերներու ագումբ այդպես կոչած են ուրեմն ինչ նմուշներ կարելի է ներկայացնել օրինակ Կարեկինաբաշտ աշխարհական Բերսետրակյանի մասին ինչ կատարած է Բերսետրակյանը հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավար եղած ժամանակը Կարեկին երկրորդը ինչպիսի ասենք թալանչիություն ըրած է նույնպես եւ Թեքիա մշակութային միության այն ժամանակվա ղեկավարությունը որում մեկ մասը այսօր թեր եւս ողջ եւ առողջ կգործե կանադայի մեջը եւ մենք այդ շրջանագի գողմե ղեկավարված լրատվամիջոցները որոնց հերթին օրինակ Աբակա եւ Armenian Mirror Spectator Baykar այս բոլորը կգործածվին ներգայիս հայկական pedagogian թեմ ուրեմն ինչ կարելի է ասել այս մարդկանց մասին Բարոն Չապարյան շատ դխուր բացմության մասին մի խոսեմ այստեղ Բերսետրակյանը բոլոր աշխարհը գիտե որ շատ մդերիմ է Կարեկին Գաթողգոսին հետ այդ կորձակցության արդյունքն է նաև այդ բոլոր դխուր երևույթները որ մեր առաջ վարձվեցան նույն ադենանշուշտ որպես բարեգործական միության ադենաբեդ իր ամենե գլուխ կորձոց դխրարչակ կորձը եղավ Մելքոնյան վարժարանի փակվելը այդպիսի քեղեցիկ հաստատությունը որ նույնքան սուրբ է ինչ որքան որ մեր եկեղեցիներն են փակեցին հանուն մամոնայի բարեփոխտապար չգրցան ձախել այս բարակային Գիբրոսի հույն կառավարությունը զորավիկ կանգնեցավ հայության եւ բահբանեց ճիշտ է դբրոջիկա բայց առնվազն բահբանվեցավ հիմա
Բոլոր անոնք, որոնք Քարեքին Գաթողոսի հացահատիկեն գշտացած են, անոնք թիրքերու վրա թրված են Քարեքին Գաթողոսի կողմէ։ Սա կնշանակե, որ Քարեքին Գաթողոս գանդեսե բոլոր մեր կանոնակրային օրենքները։ Քաղուտն է, որ իր առաջնորդը պիտի ընտրե, եւ ոչ թե Քարեքին Գաթողոս այս միածին նստած պիտի որոշե։ Վերջերս ակնարկեցինք Աբկար եպիսկոպոսի մասին, որը մասին հսկա շրջապերական մահանեցին Մոնտրեալեն եկեղեցասեր խումբը։ Նախ Աբկար եպիսկոպոս նույնքան դխուր թեր կատարած էր արդեն Բուլգարիո մեջ։ Եվ երբ որ հերացվեցավ Բուլգարիայեն, արի քննադանք Քարեքին Գաթողոսին եպիսկոպոսով եւ գրգեց Կանադա։ Սա կնշանակե, որ արդեն օրինական խախտում է։ Այս օրինական խախտումը կշարունակվի եւ պետք է ընդհատվի։ Գարելի չէ Գաթողոսը իրավունք չունի, թեկուզ Գաթողոս իրավունք չունի թեմե մներս առաջնորդ նշանակելու։ Նաև ասեմ, որ այսու թեմական առաջնորդները քահանան նույնիսկ չեն գնալ ցերնատրել առանց իր թելատրանքին, առանց իր հրանքին։ Հիմա նույն թշպախտ երևույթ ունեցավ նաև այստեղ։ Մենք Լանկաստերի մեջ, Փամդելի շրջանի մեջ գեղեցիկ եկեղեցի մգար, գազմագերբված արիթ ունեցանք երթալու Ադենաբեդին հետ խոսելու։ Այդ եկեղեցին փագեց մեր սիրելի սրբազանը, դերդերյան սրբազանը, ոչ միայն փագեց, կմած գալվազնալ ձախեց, բանկի մեջ եղած կումարներն ալ սեպագանացուց։ Մենք նորերը պանալու այսօր դակնաբի մեջ ենք, մյուս կողմեն առաջնորդներ, եղածները կփագեն, որովհետեւ այդտեղ են եղած կումարները սեպագանացնեն եւ հարստացնեն Գաթողոսը առավել եւս։ Թշպախտաբար քիչ առաջ ակնարկեցի, որ Թբրոցը նույնքան սրբավայր է, որքան եկեղեցին եւ այդտեղ կչամփվին մեր աշակերտները, հոն է որ Մեսոբ Մաշտոցին հետ կհաղորդվին։ Այ փենարանը մեր սուրբ քիրքն է նույնադեն։ Եվ այս փոլորեն զրգեց նաև թեքյան մշակութային միությունը փակելով Արշակ Տիգրանյան վարժարանը։ Եվ այդ կումարները անհետացան։ Մենք հստակ գիտենք, որ այդ կումարները այսօր կգտնվին Մայամի նահանգներս ապրող գնոջը անհատական հաշիվներն ներս։ Ոչ ոք հանրության հաշիվ չդվավ։ Սիրելիներ, այս բոլորը ժողովրդին կպատկանին։ Ըլլա եկեղեցի, ըլլա Թբրոց։ Իրավունք չունին գազագերբություններ խելելու ժողովրդեն այդ իրավունքը սեփականացնելու եւ կորձածելու։ Ըլլա դիգա իրենց կուսակցական հաշիվներուն, ըլլա դիգա իրենց խնամիական հաշիվներուն։ Վերջերս թեմի arczepiskopos Դերդերյան գոչ ուղեց համայն հայության մանավանդ Կալիֆոռնիա եւ ամբողջ Ամերիկայի դարածքին ապրող, որ Armenia Fund-ը շուտով բիդի իր աշխատանքները սկսի եւ հայության ին գոչ ուղե, որ անպայման նույնպես մասնակցին հանուն հայրենիքի։ Ինչ կսեք այդ մասին։ Իհարկե բարոն Մղիթարյան, բավական մեծ թիվ գազմող հերոստատիդողներ եւ USA Armenian Life եւ հայկական շաբաթերթ ընթերցողներ այդ մասին վրթովված էին եւ գմատնանշային այն փաստը, որ թե ինչպես Հովնան arczepiskopos Դերդերյան Կանադայի թեմի առաջնորդ եղած ժամանակը ինչպես գողոպտած է Արցախի առաջին ազգական բادرազմի ժամանակ զոհված զինվորներու այրիներուն եւ որբերուն օգնության ֆոնդը եւ բազմաթիվ հայրենիներ
վրդովված էին նաև այն փաստով, որ Armenia ֆոնդը այն ժամանակները ղեկավարված են թալանչիներու կողմէ եւ ինչպես որ շատերը գիտեն այդ թալանչիներեն ոմանք հայտնված են գլենդելի լերներուն իրենց առանձնատուներու մեջ եւ շատեր գարցեն այդ փողերը որտեղ են եկան եւ հատկապես մարդիկ կհիշեն այն փաստը որ օրինակ համար Արայիկ անունով Վարդանյան, եթե չեմ սխալել, ասկանունը Վարդանյան, անալ ինչպես գողոպդեց ղեկավար եղած ժամանակը Armenia ֆոնդին։ Ուրեմն դեսեք ինչ կգադարվի։ Մեկ կողմեն մեկ թալանչին, մյուս թալանչիներու համար պրոպագանդ գսեն բազմաթիվ հայորդիներ։ Եվ այս է ընդհանուր մտայնությունը։ Ուրեմն իսկ մենք որպես ազատ լրագրողներ եւ ոչ կուսակցական, ասի մեզի համար մեծ բադիվ է, որ մենք այսօրվա այս ջահիջին մաս չենք կազմել հայկական տասական գուսակցությունն խոշոր մասը եւ հատկապես ռսաստրուկ բյուրոյականները եւ նաեւ սորոսականները արևանքած են այդ գյուզել գուսակցությունը եւ հիմա թարթուցած են իրենց անձնական չարաշահման կորձիկ եւ որպես ազատ լրագրողներ եւ որ մենք մեր բարդականությունը գնենք ընդամենը բարձրացնելով այն փաստերը թե հորի երևույթներ գարդացոլան հանգարց ինչպես որ դեսանք քիչ առաջ ուրեմն մահվան սպառնալիք կգարտան եւ անշուշտ դեսայրիզի մեջ թիրախավորված լրագրողը առաջինը չէր, վերջինն չէր։ Օրինակ համար Արամ Մանուկյանն ալ իր հերթին թիրախավորված է սպառնալիքներով եւ բազմաթիվ ուրիշներ պետք է ասել։ Իսկ ինչ կվերապերի Հովնան Դերդերյանի հետ կապված այդ սպառնալիքներուն, այս հաջորդ դեսանյութի մեջը կտեսնենք ինչպես ինքը գարթարացնե ուրեմն ազատ ժուրնալիստի վրա հարցակումը իսկ եւ որ իրեն ամերիկացի լրագրողը օրիորդը իրեն ցույց կտա այն մահվան սպառնալիքի մասին wanted by police department սելով բաբանցումը Զաքարիա գտարնա հանգարց ուղեգորույս գտարնա իր միտքերում մեջը Tidենք միասին representing all the important document and information which is necessary and which we also ought to share with the members of our faithful for them to be fully aware of the happenings. Those who attack are the weak people because if you cannot defend yourself in a just way, then you throw stones to people. It's interesting you mentioned that. I heard from one of the patrons here, they gave me this, and there was an attack made on a journalist's life by these men. Do you know who these men are? At the Western Diocese. This is all fabrication because I am not fully aware of the details, but they were instigated to make comments. And people need to be very careful. You cannot disrupt the peace of the faithful who come to church to pray. So these people were disrupted as far as I remember because I wasn't there and I cannot remember as to exactly what happened. But I was briefed later on that even elderly, they were attacked. Attacked by words. And they said, more severe, go away. Do not disrupt my prayer life. I'm coming to church Sunday morning and I don't want to hear about what you say. They said, we know our primate, we love him and we respect him. And that was one way of being instigated. So they need to be careful what they do, what they say. It's the house of God. It's the house of prayer. And people need to be very careful in their actions also. Okay. One of these gentlemen made a death threat against a reporter. Do you support that kind of behavior? Of course we cannot support such a thing, and there was no such a thing as death threat. I don't believe because I know my people.
it was absolutely fabrication. Thank you so much for your time and happy Easter. Thank you very much. Եվ արդեն գտեսնենք ուրեմն բարոն Մխիթարյան դու գովոյև եթե բան գուզեիք ավելցնել խնդրեմ հրամեցեք Իմ հաբուր բաչազի այսօր խոսքս պիտի լավ որ այս բոլորը կբադահին որովհետև մեր եկեղեցիներս մեր գազագերբություններս ոչ թափանցիկություն կա եւ ոչ ալ հաշվետվություն եւ ադոր համար ժողովուրդը Արավել եւս պետք է արտնա եւ բանջե իր իրավունքները։ Ըլլա դիգա մեր գազագերբություններն ըլլա մեր եկեղեցին։ Եկեղեցին սեփականությունը չէ հոգեվորականին, սեփականությունն է ժողովրդին։